Բարի լույս իմ շատ սիրելի հայրենակիցներ, նորից ձեզ դիես եմ, այսօր օրը հինգշաբթի է, ես այսօր մի քիչ ուշ եմ դուրս գալիս, ժամը 10-ն է լինում արդեն և հուսով եմ, որ այսօր մի բան կանենք, շատ թույլ է վիճակը իհարկե, իմիջիայլոց ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորին, ով գրանցված է ալիքին, դնում եք ձեր լայքերը, կոմենտներ եք գրում, շատ շնորհակալ եմ ձեզ դրա համար, ով նոր է միացել ալիքին, նույնպես շնորհակալ եմ, հուսով եմ երկար կմնաք ալիքի հետ, ես էլ կփորձեմ ձեզ ապահովել հետաքրքիր վիդեոներով, իսկ դե բոլոր մեր մյուս հայրենակիցներին, ովքեր այս պահին դիտում են իմ վիդեոն, բայց դեռ գրանցված չեն ալիքին, հավանելու դեպքում խնդրած կրնեմ, իհարկե գրանցվեք ալիքին, դնել ձեր լայքերը, գրել կոմենտներ, դա ոչ մի ֆինանսական աջակցություն չի ենթարկում, ուղղակի փորձում եմ ավելի հաճախ վիդեոներ նկարել ձեր համար, դա օգնում է վիդեոների տարածմանը, հենց որ նախապես շնորհակալ եմ բոլորից հետ, մեր ալիքին նոր միացած մեր հայրենակիցներից կան մարդիկ, ովքեր հարցնում էին, թե ինչն է պատճառը, որ ես Uber չունեմ, Uber-ս ինչի է անջատած, մեր նոր միացած ընկերների համար ասեմ, որ հոկտեմբերի կեսերին իմ Uber-ը անջատեցին, պատճառաբանելով, որ դա կրկնակի account է, իմ նկարով ուրիշ անունով ևս մի account կա, որը իհարկե ես չեմ ունեցել կյանքում, ու դե գնացել եմ քանի անգամ օֆիս իրանց, միշտ վերջում կարելի ասել վեճի եմ բռնվել, որովհետև ոչ մի բանով չեն օգնում, դե զանգելը ընդհանրապես իմ պարագայում չի օգնել, հենց որ հիմա դիմել եմ մի կազմակերպության, որը որ զբաղվում է նմանատիպ հարցերով և հիմա արդեն եկել է այն պահը, որ իրանք դատի են տալիս Uber-ին, որտև ինչ-որ ժամանակահատված կար, որ իրանց դիմումին պետք է պատասխանել Uber-ը, ու այդ ժամանակը անցել է, Uber-ը չի պատասխանել, դրա համար մի շաբաթ առաջ երևի արդեն նամակ ուղարկեցի, որ ես իրենց դատի եմ տալիս և պահանջում եմ, որպեսզի account-ս բացեն և $8500 կոմպենսացիա եմ պահանջում, տեսնենք ինչ կլինի, հիմա փորձում եմ, ասենց ասած, գոյատևել լիֆտով, ինչը այդքան էլ լավ չի ստացվում իմ մոտ, չգիտեմ հիմա Uber-ի վիճակը ոնց է, բայց լիֆտում ամենայն դեպս իմ մոտ շատ թույլ է վիճակը, հենց որ այդ է ամբողջ պատմությունը, ինչի ես չունեմ Uber։ Ունեմ իհարկե հաճախորդներ, որոնց հետ ես աշխատում եմ, կապնվում են հաճախ իմ հետ, տանում եմ, բերում եմ այրոպորտ, քաղաքի մեջ և այլն, բայց քանակը այն չի, որ ես միայն, ոնց որ ասած, իրանց հետ աշխատելով կարողանամ այս ամեն ինչը հասցնել, հենց որ Uber-ի կարիքը իհարկե զգացվում է, դե բնականաբար գիտեք, որ այս կոմերցիոն մեքենաների ամսական վճարները, ինշուրանսի վճարները և այլն շատ թանկ են, հենց որ մենակ լիֆտով չի լինում հասցնել այդ ամեն ինչը։ Միջայլոց Uber-ից խոսացինք, անցած օրը հաճախ ծրագիրը բացում եմ, որպեսզի տեսնեմ կարող է ինչ-որ նամակ եմ ստացել կամ փոփոխություն կա և նամակ էի ստացել Uber-ից, դե տղեկին ինձ թվում է բոլորին էլ գնացել է, նամակում ասվում է, որ LAX այրոպորտը բարձրացնում է գները, ովքեր չգիտեն, ասեմ, որ LAX-ը Uber-ից փող է գանձում ամեն անգամ, երբ որ այս կոմերցիոն մեքենաները մտնում են այրոպորտ, կարծեմ, եթե չեմ սխալվում, $4 է, այրոպորտը մեզնից է վերցնում, հետո Uber-ը մեզ վճարում է։ Ու հիմա 5-ից մինչև $12 ուզում են բարձրացնեն, LAX այրոպորտ ուզում է բարձրացնի այդ վճարները ու Uber-ը դիմում է վարորդներին, խնդրում է իրենց օգնությունը, որպեսզի չգիտեմ, թե բոյկոտեն այս ամեն ինչը, թե ինչ անեն, անցած օրը այն կազմակերպությունից, որի մասին ես խոսել եմ, որ պատրաստվում են union սարքեն, union բացեն, ուրեմն Uber-ի ընդհանրապես վարորդների համար, նրանք նույնպես նամակ էին ուղարկել, որ
երեք թե առաջ օրը կարծեմ 9:30 առավոտյան հավաքվում են аэроպորտի մոտ, որպեսզի ինչ-որ ցույց անեն, թե ինչ անեն, չգիտեմ։ Ինձ էլ հրավիրում էին, որպեսզի գնամ, դե ես իրանց մոտ եղել եմ, նկարել եմ վիդեո, իրանց հետ զրուցել եմ, նրանց որ ուզում էին, որպեսզի այդ ամեն ինչը մի անգամ եւս մեր հայախոս աուդիտորիայի համար, ոնց որ ասած, լուսաբանեմ։ Գնալս չստացվեց, ճիշտն ասած, միգուցե եթե շատ ուզենայի, կարող է հասցնեի գնայի, բայց չգիտեմ, ուղղակի կարամ ասեմ մի տեսակ հավատս ամեն ինչի այդ առումով էլ իհարկե նկատմամբ կորցրել եմ union եւ այլն, այդ union-ը չգիտեմ երբ են ուզում բացեն, երբ են բացելու, բայց ամեն ինչ արագ տեմպերով գնում է նրան, որպեսզի արդեն փողոցներում մեզ փոխարինեն առանց վարորդի մեքենաները ու միջև իրենք փորձեն այդ ամեն ինչ անեն, կարծում եմ արդեն ուշ կլինի, աստվածտա սխալվեմ, բայց ես տենց եմ տեսնում այդ ամեն ինչը, հենց որ չնայած որ ես գրանցված եմ, այդ union-ին գրանցվել եմ, ստորագրությունը դրել եմ, որ համաձայն եմ ու նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս, որ ասում եմ օգուտ չլինի, վնաս չի լինի, հիմա գրանցվեք, ստորագրեք, եթե կստացվի շատ ավելի լավ ու գոնե կիմանանք, որ մեր շահերի ինչ-որ մեկը պաշտպանում է։ Բայց մի քիչ ես արդեն այդ ամեն ինչին, ոնց որ ասած, սկեպտիկ եմ մոտենում։ Տենանք ինչ կլինի, որտեղ ես Uber-ի լռությունը, օֆիսի փակելը եւ այս ամեն ինչը, որտեղ ոչ մի նամակի, ոչ մի զանգի չեն պատասխանում, ուղղակի քանի անգամ փորձում եմ կես ժամով 40 րոպեով գծի վրա սպասում եմ, ոչ մեկ չի պատասխանում հեռախոսը։ Կարծում եմ, որ իրանք ուղղակի ժամանակ են ձգում, որպեսզի արդեն մեքենաները պատրաստ լինի, ուղղակի մեզ փոխարինեն այդ մեքենաներով։ Ապրենք կտեսնենք, չեմ կարա հաստատ ասեմ, բայց այսօր ունենք են ինչ ունենք, էսա վիճակը, քանի դեռ կա, հիմա փորձում եմ ամեն ձև գոնե account-ս հետ բացեմ, որպեսզի մինչև այդ ամեն ինչի վերջանալը գոնե կանա մի քիչ աշխատեմ, որտեղ էս մեքենան էլ սենց ծախսեր եւ այլն։ Մի խոսքով, տեսնենք ինչ կլինի։ Իսկ լիֆտի պահով լիֆտս միացրածա, իհարկե comfort եւ Excel-ը նույնպես միացրած է։ Տեսնենք այսօր ինչ է մեզ սպասվում։ Եվս մի բան ուզում եի ասել։ Իհարկե գիտեմ կան տեղեր, ովքեր նորեն փորձում ես ամեն ինչի մեջ մտնել, black SUV, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ պետքա company ունենաս, պետքա company անունով մեքենան գնես, հետո TCP-ն բացես, аэроպորտի թղթաբանությունը անես եւ այլն եւ այլն։ Ես մի շատ լավ տղայի հետ եմ ծանոթացել, այս ամեն ինչի իհարկե գովաշ չի, ինչ որ ինչ չեմ վճարել, որ ես ամեն ինչի մասին խոսեմ, ուղղակի ասեմ, որ ընկերոջ շատ արագ, շատ պատասխանատու ձևով ամեն ինչը կազմակերպում է, սկսած company բացելուց մինչև аэроպորտի հարցերը, որպեսզի արդեն պատրաստ ձեր բոլոր թղթերը լինի, արդեն դնեք Uber-ի մեջ ու սկսեք աշխատել, շատ ավելի մաչելի գներով այդ ամեն ինչը անում, քան սովորաբար մարդիկ անում են, նենց որ ես կդնեմ ընկերոջ Վիգենի ինֆորմացիան էկրանի ներքևում կդնեմ, ցանկության դեպքում իհարկե կապնվեք Վիգենի հետ ու նա ես անձնական փորձ եմ ասում, որտեղ ինձ էլ է մի քանի հարցում օգնել թղթերի հետ կապված ու ես կթա կարևոր որ ձեզ էլ ասեմ, որտեղ ամեն օր չի որ ազնիվ ու պատասխանատու մարդ ես հանդիպում, ով իր գործին լուրջ է վերաբերվում ու պատասխանատու կերպով արագ ամեն ինչ անում է ու իհարկե ինչը շատ ավելի կարևոր է, համել ավելի մաչելի գներով, որտեվ ահագին իհարկե գումար է գնում այդ սկզբնական շրջանում
այդ թղթաբանությունն իր հերթին, մեքենայի կանխավճարը իր հերթին, ինշուրանսի կանխավճարը իր հերթին, որը մի քանի $1000 է։ Հենց որ ելի եմ կրկնում, ովքեր մտածում են, որ մտնեն այս գործի մեջ, ուզում են բացեն այդ ամեն ինչը, ինֆորմացիան դրած է, զանգեք ու հաստատ գող կմնաք։ Անձնական փորձից եմ ասում, ելի եմ կրկնում։ Հենց որ մյուս հարցը, որը որ էլի մեր ընկերներին ավերաբերում, ովքեր նոր են ուզում մտնել այս գործի մեջ, կան մարդիկ, ովքեր, չգիտեմ, խորհուրդներ են տալի, այս մեքենան լավն է, այն մեքենան վատն է, քշելուց այս մեկը դուրս չի գալի, այն մեկը սենց է, այն մեկը այդ ամեն ինչը ուղղակի անիմաստ բաներ է։ Ես որպես երկար տարիներ այս ոլորտում աշխատող մարդ, իմ միակ խորհուրդը ձեզ նախ մտնելուց առաջ սկզբի համար մեքենան ուղղակի ռենտ արեք, մի որոշ ժամանակ քշեք, հասկացեք արդյոք դա ձեզ համար է թե չէ, կարողանաք երկար աշխատել այս գործի մեջ։ Նոր հետո, դրանից հետո գնեք մեքենա, իսկ գնելուց միակ խորհուրդը, որ ես տալիս եմ, նայեք ամենաէժան մեքենան։ Կապ չունի ինչ մեքենա է, ընդհանրապես մարդիկ գնում են, չգիտեմ ինչերի հետևից, Cadillac լինի, սենց լինի, նենց լինի, այս ֆունկցիա ունենա, այն ինչ ունենա, այդ ամեն ինչը այսօրվա դրությամբ ուղղակի զրո է։ Նայեք, գտեք ամենաէժան մեքենան, եթե կարաք, չգիտեմ, աուկցիոններից թեկուզ երկու տարեկան, չգիտեմ, մեքենա գտնեք հաստատ ավելի հարմար գնովա լինելու, քան լրիվ նոր մեքենան գնեք դիլերից, ընենց որ ընդհանուր ես ասածից միտքը ենա, ընենց վիճակում է գործը հիմա, որ եթե նույնիսկ ուզում եք մտնեք այս գործի մեջ, նայեք առաջինը թող ձեր պրիորիտետը լինի խնայողությունը, ամենաէժան, ամենաքիչ ծախսող ու տենց, թե չէ այնտեղ Chevrolet, Cadillac, GMC, Ford, Mercedes եւ այլն, ոչ մի բան էական չի։ Նայեք ամենաէժան մեքենան։ Իմ կարծիքով, կարող է ես սխալ եմ, չգիտեմ, բայց իմ կարծիքով ավելի լավ է դուք գնեք թեկուզ եւ ասենք sense մեծ մեքենա, բայց օգտագործած ավելի հարմար գնով, որտեղ դուք կունենաք ավելի շատ օպցիաներ, Excel, Comfort, որտեղ պետք է գալու ձեզ, քան թե ասենք գնեք լրիվ նոր, չգիտեմ, գերմանական ինչ-որ սեդան կամ փոքր չափի SUV ու ունենաք ընդամենը մի կամ երկու օպցիա ու տանջվեք, չեմ ասում էլ payment-ները, եւ բենզինի ծախսն էլ մի քիչ էսկոմ, մի քիչ ենքում նույն բանն է գալիս, իմ կարծիքով։ Մի խոսքով, այդքանը սկզբի համար, հիմա հեսա մի քիչ հետո դուրս կգանք, մի քիչ կսպասեմ, հնարավոր է, որ պատվեր տա, ուզում եմ պատվեր տա, նոր դուրս գամ ուղղակի նորից սկսեմ պատտվել, մի քիչ կսպասենք, տեսնենք ինչ ա մեզ սպասվում, այդ ընթացքում ես լավ եղանակը, քանի դեռ շատ շոկ չի, մեր այս բալկոնում շատ հաճելի եղանակ է, կնստեմ ստեղ մի քիչ կվայելեմ այս եղանակը ու արդեն դուրս կգանք աշխատանքի, գնացինք։ Տենց էլ տանից ոչ մի բան չստացանք, ճիշտ ասած, տենց էլ գիտեի ոչ մի բան չէր էլ տալու, ուղղակի մտածեցի, որ կարելի է մի քիչ սպասել, միգուցե բախտս բերի, բայց չտվեց, հիմա դուրս եկա արդեն կգնանք, կբարձանանք Լա Կանյադայի կողմ, վերև, եթե ընդեղից էլ մի բան չտվեց, երևի կգնամ Փասադենա, այսօր որոշել եմ լրիվ հակառակ ուղղությամբ գնամ, որտեվ այն կողմերը ինչքան գնում եմ, դատարկ կանգնում ուղղակի սպասում եմ։ Չնայած ժամն էլ արդեն թույլ ժամ է, եթե նույնիսկ մի բան էլ եղել է, արդեն վերջացել է։ Ամենայն դեպս պետք է գնանք փորձենք։ Գնացինք։
այստեղ մեր տարածքում, ուրեմն գազալցակայանում հանդիպեցի այս երկու կլասիկ մոտոները, գիտեք ես մոտոյի մեծ սիրահար եմ։ Այս մեկը հետևի կանգնածը BMW-ը, այսինքն իմ մոտոյի շատ ավելի հին, ծուր ասած կարելի ասել նախահայրն է, շատ գեղեցիկ մոտոյ է, ես ուղղակի չգիտեմ, սենց շատ է գրավել ինձ այս մոտոն, մարկյան կամերան տեղադրեմ, ու հիմա նոր համարներով, համարս թողեցի, որպեսզի տիրոջ հետ կապնվեմ մի հատ, ես շատ եմ ուզում իմանամ, որտեղ վաճառքի է, շատ եմ ուզում իմանամ այդ մոտոն ինչ կարժենա, որովհետև ես այդ մոտոյից մի հատ հրաշք կարամ ստանամ ուղակի, արդեն որ սենց վիզուալ, որ նայում եմ, սենց պատկերացնում եմ արդեն ինչ կարամ հավաքեմ, ինչ կարամ ստանամ այդ մոտոյից, ընենց որ չգիտեմ, թող զանգի տեսնենք ինչ ասում եմ, կամ նայեմ այս մոտոն, եթե իր ասենք մեխանիկական մասը ամեն ինչ նորմալ է, ունդեղ մնացած ինչ որ վրան վնասվածներ կար, այդ ես կարամ ուղեմ այդ մնացածը, հիմա մի խոսքով սպասենք իրա զանգին։ Արդեն երեխաներին վերցնելու ժամը եկավ, ես տենց էլ ոչ մի պատվեր չարեցի, նույնիսկ չի էլ ծնգացել, ասենք, պատվեր չի տվել, սենց ասեմ, ոչ մի բան չի տվել, բայց այսօր երեկոյան ունենք շատ երկար ճանապարհորդություն, համարյա, Սան Դիեգո չհասած մի խոսքով, այդ տարածքն են գնալու, միջև այդ, այսօր ունեմ երկու, private ունեմ, մեկը մեր մոտից էլ իմ մշտական հաճախորդը, որոնց մասին կարծեմ ես ձեզ ասել եմ, չգիտեմ, չեմ հիշում, ճիշտ ասած, մի խոսքով իմ մշտական հաճախորդն է արդեն բավականին երկար ժամանակ ինձ կապած ապրում ու իրան շատ հաճախ ստեղից իջացնում եմ Beverly Hills ու նաև аэроպորտեր եմ տարել բերել եւ այլն։ Մի խոսքով իրան այսօր իջացնելու ենք Beverly Hills ու այնտեղից գնանք ըստ երևույթին գնալու ենք Սանտա Մոնիկա, սկզբից նենց էր պլանը, որ պետք է գնամ Կամարիո, բայց հետո որոշեցինք, որ հանդիպեմ հաճախորդի հետ Սանտա Մոնիկա քաղաքում ու Սանտա Մոնիկայից գնալու ենք արդեն դեպի նշած վայրը, մոտավորապես երևի մի 120 մայլի չափ գնալու եմ, բայց հաճախորդ չի, հաճախորդի մեքենան եմ տանելու, հենց որ ժամանակ ենք ունենալու ահագին, երկար զրուցելու ճանապարհին, մի խոսքով սենց է ծրագիրը, ես գնալու եմ իր մեքենան ինքը միայն քարտիրներով է ոնց որ ճանապարհորդում, ոնց հասկացա, այս հաճախորդի հետ ինձ ծանոթացրեց մեր շատ լավ ընկերներից մեկը, հենց որ Սվետային ողջունում ենք, ապրի Սվետան, մի խոսքով գնալու ենք իրան վերցնենք, մեքենան ավելի ճիշտ վերցնենք եւ ու իր հետ արդեն կհանդիպենք ներքևում, այսինքն քաղաքը չեմ հիշում ճիշտ ասած այս բանին որներ, մոտավորապես ասեմ Սան Կլիմենտե, ասենց ասենք, Սան Դիեգոյի կապած։ Արդեն ընդեղ ենք հանդիպելու, մեքենան փոխանցեմ իրեն ու ես արդեն Uber-ով հետ եմ վերադառնալու դեպի հետ Սանտա Մոնիկա, որպեսզի իմ մեքենան վերցնեմ ու ըստ ամենայնի երևի այս հաճախորդին, որ իջացնում եմ Beverly Hills, իրան էլ մի անգամից կվերցնեմ ու հետ կգանք նորից տուն։ Ընտիր, սենց ծրագրված է, յալից անկախ իմիջ այլոց նույնիսկ ժամերը իրենք են ասել, ես էլ չեմ ասել, որ հարմարվեմ, տեղավորեմ, ասենք ինչ-որ տենց։ Համընկավ, շատ լավ է, հենց որ մնացեք ալիքի հետ, այսօր երկար ճանապարհորդություն ունենք։ Դե ինչ ջան, ժամը 5:30 է, ես արդեն շարժվում եմ, իմիջայլոց ես գնում եմ մի անգամից Սանտա Մոնիկայի
aeroport, որովհետև Beverly-ից գնացող հաճախորդի օրը փոխեց ուրիշ Կիրակի օրն է գնալու, հենց որ Կիրակի օրը կտանենք իրեն։ Քանի րոպեից հասնում եմ Սանտա Մոնիկայի аэропort։ Հիմա մի քիչ դե բնական է, մի քիչ շուտ եմ եկել, որովհետև մտ ուզում եմ նայեմ, տեսնեմ որտեղ հարմար տեղ կա, որպեսզի մեքենաս կայանեմ 4 ժամ մինիմում կանգնելու է մեքենան, հենց որ հեսա գնանք մտնենք միգուցե մեջը նույնիսկ տեղ լինի կանգնելու, շատ ավելի լավ կլինի, բայց հասանք որ շատ լավ չենք սպասացնի մեր հաճախորդին, մենք իրան կսպասենք։ Դե ինչ ժողովուրդ ջան, շարժվեցի, հենց նոր դուրս եկա, ուրեմն Սանտա Մոնիկայի аэропортից հենց նոր դուրս եկա ու հիմա շարժվում եմ դեպի Մուրիետա, 2 ժամ տևելու է ճանապարհը։ Խցանումը 10-ի վրա ենք, անասելի է իհարկե դրա մասին խոսք չկա։ Դե գնանք բարով խերով էս մեքենան տեղ հասցնենք ու հետո արդեն ընդեղից ինձ բերող կա։ Իմիջայլոց մեքենան իմ ամենասիրելի մեքենաներից մեկն է, ես ընդհանրապես pick-up մեքենաների շատ մեծ սիրահար եմ ու սա ուրեմն հիմա որտեղ հասնենք ցույց կտամ իհարկե package-ը չգիտեմ ինչա package-ը չտեսա RHO-ա գրած չգիտեմ նշանակում չեմ ունեցել RAM այսքան ժամանակ բայց շատ եմ սիրում այս pick-up truck-երը հենց որ ուղղակի վայելում ենք ճանապարհը իսկ խցանումներն էլ դե իհարկե խնդրեմ ինքներդ կարող եք տեսնել ինչա կատարվում։ Արդեն 40 ու համարյա 50 մայլ եկել եմ, 40 մայլ էլ դեռ կա գնալու, ճանապարհի կեսն եմ, բայց լավ էր, այդ դաունթաունի մի փոքր հատվածն էր խցանում, արդեն լավ է ժամին էր խցանում չկա, գնալուց ավելի թեթև կլինի, բայց հիմա այսքան նորից հետ պետք է գնամ, մեքենաս Սանտա Մոնիկայից վերցնեմ ու գնամ տուն։ Հասա մի հատ հրաշալի վայր, շատ հրաշք տեղ է, ոնց որ մի հատ դրախտային տեղ լինի, չգիտեմ ինչքանով է, դե բնական է մութ է, բայց օդը շատ սենց մաքուր օդ է ու խոսքով դե ռեզորտ է, հենց որ արդեն պարզ է։ Նոր մեքենան թողեցի, հիմա մի հատ շունչ եմ քաշում ու գան իմ հետևից շարժվենք հետ Լոս Անջելես։ Ոպ, ինչ սիրուն է։ Հենց որ գնացինք։ Ժողովուրդ ջան, ես հասա Սանտա Մոնիկա, ինչպես տեսնում եք, արդեն մեքենայիս մեջ եմ, լավ հոգնած, հենց որ
այսօր համարենք, որ օրը ստացվեց, որովհետև այս մի պատվերով ես այսօր sense տենենց այդքան չէ կարալու երևի թե քաղաքում աշխատեի։ Ժամը 12:30 արդեն ես գնացի տուն։ Լավ եղեք, լավ մնացեք, շնորհակալ եմ բոլորիցդ, որ ալիքի հետ էիք։ Մինչև մեր շտապույտ հանդիպում։ Բարի գիշեր բոլորին։